Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նա շարունակում է Խավիար նավթ-դոլար բաժանել, մինչև եվրոպական հարթակներում Արցախն Ադրբեջանի մաս կճանաչեին, նա սիրով եվրոպացիների գիրկն էր նետվում, հետո արդեն սկսեց տորպեդահարել, մերժել եվրոպական կողմից ցանկացած միջնորդական առաջարկ, դեպի ռուսական կողմն էր թեքվել, հիմա ղեկը էլի շրջում է։ Այս օրերին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասին էր Բաքվում ընդունում։ Տիկին Կալասը նախ բանակցեց արտգործնախարար Բայրամովի հետ, հետո լրագրողներին գոհունակության մասին պատմեց։ Լավ քննարկում ունեցանք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Մենք ակտիվորեն աջակցում ենք երկու երկրների միջև կապերի կայունության ապահովմանը եւ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Ես գոհունակությամբ ողջունում եմ խաղաղության փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնությունը։ Հուսով եմ, որ հաջորդ քայլերը կլինեն ավելի արդյունավետ։ Բայրամովը բացեց բողոքի տոպրակը, դժգոհեց հայերից, պատմեց, որ Մինսկի խմբի լուծարում են պահանջում, սահմանադրության փոփոխությունն անշուշտ զարկ տալով սեփական երևակայությանն ու բարձրաստիճան եվրոպացուն համոզելով, թե հայկական սահմանադրությունն իրենցից տարածքային պահանջներ է ներառում։ Իմ գործընկերոջը տեղեկացրեցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին իրավիճակի մասին։ Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանից կրկին մանրամասն բացատրվեցին։ Եվրամիության մեր գործընկերները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Սա անոր դիրքորոշում չէ, այն քննարկվում է արդեն 2 տարի։ Ադրբեջանցին ասել է, թե մեջբերում տարածաշրջանում հայկական ռևանշիստական միտումների շարունակականությունը լուրջ մտահոգության առարկա է։ Բողոքել են, թե Հայաստանը սպառազինվում է, իբր Հայաստանը սպառնալիքի աղբյուր է մնում իրենց համար։ Ահա այսպիսի ստեր Կալասի համար։ Եվրոպացի բարձր ներկայացուցիչը Բաքվում չհասցրեց հարցնել, սակայն ինչու խաղաղության փաստաթուղթը չի ստորագրվում, ով է տորպեդահարում համաձայնեցված տեքստը։ Տիկին Կալասը վստահաբար գիտի նաև, որ ստորագրման համար Բաքվի հիմնական նախապայմաններից մեկը հայ-ադրբեջանական սահմանից բարեկություն անող անզեն դիտորդներին հեռացնելն է, ինչին Երևանն ի դեպ համաձայնել է։ Կալասը չի հարցրել, ինչու է խաղաղության ձգտող Բաքուն այսպիսի տարօրինակ բան առաջարկել։ Ադրբեջանական կողմը այս հարափոփող աշխարհում, որտեղ շատ դժվար է հասկանալ, թե ով բարեկամն է եւ ով թշնամին, փորձելու է գնալ որոշակի ռազմական գործողությունների, մինչդեռ Ադրբեջանը միշտ սկսում է առաջին տեղեկատվական արշավ եւ ըստ այդմ արձագանքներով արդեն հասկանում է հետագա գործողությունների։ Ալիևի հետ հանդիպանը եվրոպացի Կալասը Ադրբեջանի հասցեին դրվատանք շռայլեց, ասաց Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ։ Էներգետիկ ոլորտում գործակցությունը հիշատակելով ասաց, երկիրը հուսալի գործընկեր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այստեղ գովքի սազը ձեռքն առավ Ալիևը, էլի հուսալի գործընկերությունից խոսեց, ասաց Բաքուն արդեն գազ է մատակարարում 10 եվրոպական երկրի։ Փոխադարձ հաջողությունների այս շղթան հիշեց Կայա Կալասը, որ բարձր գնահատականներ է շռայլում մի երկրում Եվրամիության առաքելությանը լրտեսության համար մեղադրող, մի երկրում, որ էթնիկ զտման է ենթարկել ժողովրդին, հայաթափել Արցախը ու ոտնատակ տալով պատերազմի գրված ու չգրված օրենքները Բաքվի բանտերն է լցրել հայ ռազմագերիներին։ Եվրամիության բարձր ներկայացուցիչը լռեց։ Ինչու՞։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ջութակահար եւ դիրիժոր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մոսկվայի միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի կոչում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայտարարած զինադադարը մանիպուլյացիայի հերթական փորձն է, որը նպատակ ունի Ռուսաստանի համար լռություն ապահովել զորահանդեսի ժամանակ, հայտնել է Զելենսկին։ Մենք գնահատում ենք մարդկանց կյանքը, ոչ թե շքերթները։ Այդ պատճառով մենք կարծում ենք, աշխարհը կարծում է, որ մայիսի 8-ին սպասելու պատճառ չկա, եւ կրակը պետք է դադարի ոչ մի քանի օրով, որպեսզի հետո նորից սպանեն, ասել է Զելենսկին Ուկրաինայի բնակիչներին ուղված ուղերձում։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Արևմուտքը մոտ ապագայում կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում հրադադար հաստատելու համար։ Մենք կմեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով դա տեղի կունենա առաջիկա 8-ից 10 օրվա ընթացքում։ Նա կարծում է, որ իրեն հաջողվել է համոզել ամերիկյան կողմին Մոսկվայի նկատմամբ սպառնալիքների եւ գուցե պատժամիջոցների սրման հնարավորության հարցում, որպեսզի Կրեմլը դրդված լինի դադարեցնել կրակը։
ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղված դիվանագիտական ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի։ Մենք այժմ գտնվում ենք մի փուլում, երբ երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, թե ինչպես վերջ տալ այդ հակամարտությանը, ասել է պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը, նշելով, որ փոխանցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձը։ Ռուբիոն նման նախազգուշացում է արել Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ այս ամսվա սկզբին։ 33 տրիլիոն դոլար պարտք ունեցող Միացյալ Նահանգները այլևս անկարող է իրեն թույլ տալ սուբսիդավորել եվրոպական անվտանգությունը։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլթսը հայտարարելով այս մասին նաև պարզաբանել է, որ Ամերիկան այլևս չի կարող իրեն թույլ տալ սուբսիդավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, որ Ուկրաինայի պաշտպանությունն այսուհետև պետք է լինի եվրոպացիների առաջնորդության ներքո։ Ուոլթսը ընդգծել է եվրոպական երկրները իրենց արդար բաժինը պետք է ունենան հավաքական անվտանգության հարցում։ 1-2011-ին, 1-2023-ին բժշկական մայր բուհը Երևանի պետական բժշկական համալսարանն ունեցել է ավելի քիչ շրջանավարտ, քան բժշկական մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ 2011-ի թվերի տարբերությունն էական է՝ 829, 377-ի նկատմամբ, 2023-ին մասնավորի առավելությունը 81-ով է, 673-ը 592-ի նկատմամբ։ Այս թվերը տեղ են գտել Առողջապահության ազգային ինստիտուտի տարեկան զեկույցում։ Ոլորտի փորձագետը միանգամից արձագանքում է. «Ֆիքսենք, այս ամենը բժշկական կադրային ռեսուրսի նվազման ֆոնին է տեղի ունենում»։ Հարկավոր է կատարել պատճառահետևանքային խորը վերլուծություն, քանի որ սա առողջապահական որակի համատեքստում լուրջ խնդիրների մասին է խոսում։ Կարծում եմ մայր բուհի վարկանիշի նվազման խնդիր կա, հիմնական ներևի պատճառը դա է։ Մայր բու հասկացողությունը ընկալման տեսակետից այո շատ կարևոր է, բայց հաղորդական շուկան ազատ է եւ դիմորդները իրենք են որոշում, որ բուհերում կրթություն ստանան։ Շատ ցանկալի կլիներ, որ մայր բուհը լիներ առաջատար։ Ընդհանուր առմամբ 2011-ից մինչև 2023 թվականը մեր երկրում բժշկական բարձրագույն կրթություն ստացել է 16059 ուսանող, որոնցից գրեթե 9030-ը Հերացու անվան բժշկական համալսարանում, 7030-ը մասնավոր բուհերում։ Առողջապահության կազմակերպիչը համակարծիք չէ շրջանառվող տեսակետին, թե այստեղ մեծ խնդիր կա։ Հարցնում է, թե ով է ասում, թե մասնավոր ավարտները պակաս պրոֆեսիոնալ են։ Այստեղ մարդու տվյալ ուսանողի անհատական, այսպես ասած, սովորելուն, կրթվելուն, լուրջ վերաբերվելու մասով է ամենակարևորը։ Իհարկե, միայն մի բանով եմ համաձայն, որ կա տրադիցիոն, այսպես ասած, մոտեցում, որ պետական բժշկական համալսարանը շատ ավելի, այսպես ասած, մեծ գիտելիքներ է տալիս, ինքը մայր բուհն է, եւ դա ոչ մեկը չի կարող հետքել։ Բայց մտածել, որ հենց հատկապես որակավորել մասնագետին, որ ինքը ավարտել է այլ բուհ բժշկական Հայաստանի Հանրապետությունում, եւ դա արդեն իսկ նրա որակավորման չափանիշ է, ես համաձայն չեմ։ Բուհերի ծրագրերի ստանդարտացումը, բուհերում թե ինչպիսի կրթություն են տրամադրում, դրա պատասխանատվությունը կրթության նախարարությունն է։ Եվ կրթության նախարարությունը ամեն տարի հետազոտում է տվյալ բուհերում արդյոք կրթական մակարդակը բարձր է թե ցածր։ Այդ լիցենզիաները, այդ հավատարմագրումները տալիս է կրթության նախարարությունը, ուրեմն կարծում եմ խնդիրներ չկան։ Իդեպ մեր երկրում բժիշկների նվազման մասին համաձայն նույն պաշտոնական վիճակագրության բոլոր մասնագիտություններով բժիշկները մեկ տարվա 2022-ից 2023 թվականների ընթացքում պակասել են ավելի քան 1118-ով։ Միջին բուժանձնակազմն էլ կրճատվել է գրեթե 200 մասնագետով։ Մաքրում ու բարեկարգում են երևանյան այգիներն ու պուրակները, սրտացավ քաղաքացիները։ Շենգավիթ վարչական շրջանում համաքաղաքային շաբաթօրյակի մեկնարկը Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքից էր։ Մայրաքաղաքի 12 վարչական շրջաների համատիրությունները ամբողջ ռեսուրսները կենտրոնացրել են շրջակա միջավայրը բարեկարգելու եւ վնասակար աղբը հավաքելու վրա։ Ընտրված է 150 հասցե տեղանք, որտեղ անհրաժեշտություն կա մաքրման աշխատանք կատարելու, ինչպիսին կոնկրետ այստեղ Կոմիտասի անվան զբոսայգու այս հատվածը։ Այդ 150 վայրերում միաժամանակ ժամը 10-ից մեկնարկել են մաքրման աշխատանքները։ Սպասվող շաբաթօրյակի մասին մարդկանց տեղեկացվել էր նաև առցանց համայնքի բնակիչների հետ մաքրման աշխատանքներին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետը։ Այս տարի աննախադեպ արձագանք ունեցանք հայտարարությանը, շուրջ 101 գերատեսչություն, ուսումնական հաստատություն, մասնավոր պետական
Մասնավոր առևտրային կազմակերպություններ արձագանքել են եւ ներկայացրել են իրենց մասնակիցների թիվը։ Մոտ 18000 մարդ ներգրավված է համակարգային համապետական շաբաթօրյակի մեջ։ Այգու ամբողջ տարածքը ողողված էր կոշտ կենցաղային աղբով, մաքրման ընթացքն էլ ավելի կազմակերպված դարձնելու համար աշխատանքներում ներգրավել են մոտ 70 միավոր տեխնիկա։ Մենք տեղի բնակիչ ենք, միշտ այգին պահում ենք, անգամ դաժե մութ ու խոնավ տարիներին այս ծառերը քանի հատ տեսնում եք, դա մեր շնորհքն է։ Չթողեցին կդրեին վառեին, որ մեր այգին մնար մաքուր։ Հաճախակի աշխատում ենք, որ այգին մաքուր պահենք։ Երեխեքը անց օթեն շնչում չի լինում։ Անհնար է։ Պատշգամբը բացում է փոշին լցումատուն օրական այսպես փոշի են սրբում։ Եթե հիմա ես ելնեմ հայատում լապատկեն կամ փոցկով եկալեմ մի բան մաքրեմ, մեկը պիտի գիտակցի չէ որ այս մարդն անում է, ես էլ եմ իրան օգնեմ։ Այն մեկը տես կամած հավաքվին կլինի։ Աշխատանքի վերջում կուտակված աղբը տեղափոխվեց քաղաքային աղբավայր։ Երևանի քաղաքապետարանից էլ հորդորում են սրտացավ լինել շրջակա միջավայրի նկատմամբ, մայրաքաղաքը սիրելով զերծ մնալ այն աղտոտելուց։